Վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն քննարկվում է դերասան Լևոն Մկրտչյանը, նրա դերակատարումը հեռուստասերիալներից մեկում ու նաև անձնական կյանքը։ Օրեր առաջ Լևոն Մկրտչյանն իր սոցիալական էջերում հայտնեց, որ կնոջ դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հետ մեկնում է հանգստի։ Լևոնն ու կինը իրենց սոցիալական էջերում կիսվում են հանգստից լուսանկարներով ու տեսանյութերով, սակայն Լևոն Մկրտչյանի երկրից բացակայելու փաստը մեծ քննարկումներ ու աժիոտաժ է առաջացրել։ Բանն այն է, որ երկրպագուները կարծում են, որ Լևոնն այսպիսով լքում է հեռուստասերիալը և նրա գլխավոր դերակատարումը կստանձնի մեկ այլ դերասան։ Մինչ համացանցը փորձում էր գտնել այս հարցերի պատասխանները, պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը տեսաուղերձ հրապարակեց ու հայտնեց, որ Լևոնը չի դադարում նկարահանվել հեռուստասերիալում։ Դիանա Գրիգորյանը փորձել է հումորային մեկնաբանություն տալ այն բոլոր վերնագրերին ու մեկնաբանություններին, որոնք շրջանառվում են համացանցում։ Դիանա Գրիգորյանը անդրադարձել է նաև դերասանուհի Ռոզա Դավթյանի հեռուստասերիալում խաղալու հարցին և ըստ պրոդյուսերի հստակ է, որ և Լևոն Մկրտչյանը և Ռոզա Դավթյանը շարունակելու են իրենց աշխատանքը հեռուստասերիալում, իսկ Դիանա Գրիգորյանի խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Բարի օր բոլորին, քանի որ ես ազատ պահ ունենում եմ միայն վարելիս, ինչու, որովհետև հիմնականում խցանումներ են լինում և այս պահը միշտ փորձում եմ օգտագործել հօգուտ ձեզ, ուրեմն նոր շատ տարօրինակ հոդված ընկավ աչքովս և ես այդ հոդվածը կարդացի ճիշտ այնպես, ինչպես կարդում են այսօրվա ընթերցողները, միայն վերնագիրը, բայց անկեղծ ասած մեկնաբանություն չթողեցի, որովհետև ձեռքերս բաղված են վարում եմ, ինչևէ, անցանք, ինչպես էր, ով կփոխարինի հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանին, վերջին զանգը հեռուստասերիալում։ Այ ընկերներ, ով է լքել հայրենիքը Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը ով է լքել հայրենիքը Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը լքում ես, խնդրում եմ իրազեկի, լավ մեզ, ախր ի վերջո դու մեր գլխավոր հերոսն ես, մենք պիտի իրազեկված լինենք, սա ինչ բան է, ոնց կարելի հայրենիքը լքել առանց մեզ ասելու։ Ես իհարկե վաղուց արդեն չեմ վերաբերվում մեր լրագրական դաշտին, բացարձակ, բայց օրինակ այս հոդվածը ինչ խոսք ծիծաղ առաջացրեց, շփտացի, ծիծաղեցի, այնպես որ այնքան շնորհակալ եմ, որ դուք զբաղեցնում եք մեզ և հասարակության մի ստվար զանգվածի, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, այս մարդն ասաց Լևոն ջան, միազգուշացրու, շնորհքն էլ լավ բան է։ Բարև բոլորին, Դիանա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ բերեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Բազմաթիվ են հարցերը, որ դու և Լևոնը չեք նկարահանվելու սերիալում։ Կարծում եմ սա կապված ավելի շատ մեր ամուսնության հետ, բայց ասեմ, որ իմ կյանքի բնականon ընթացքը ոչ մի կերպ չի փոխվել, նույնն է մնացել, ես նկարվել եմ և նկարվելու եմ ձեր սիրելի Անգելինայի կերպարում, նույնն էլ Լյովը։ Լևոն Մկրտչյանի կինը ևս տեսանյութեր է հրապարակել ու անդրադարձել մի քանի հարցի այն մասին, թե ինչու զույգն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական հարթակներում։ Էվելինայի հրապարակումը ներկայացնում ենք ձեզ։ Նորից ողջույն բոլորին, շատ եք մեզ գրում, թե ինչի ակտիվ չենք, ինչի լիքը սթորիներ չենք անում, չենք պատմում, որտեղ ենք, ուր ենք գնում, ինչ ենք տեսնում, ինչ ենք ուտում, մի խոսքով։ Առհասարակ մի քանի պատճառ կա դրա համար ու
գլխավորներից այն է, որ հանգստի ժամանակ ցանկալի է մի քիչ կտրվել գոնե այդ վիրտուալ աշխարհից։ Թեև հեռախոսից դժվար է կտրվել, որովհետև դու ուրիշ երկրում ես, ուրիշ քաղաքում ու անընդհատ ինչ-որ ինֆորմատիվ հարթակներից ես օգտվում։ Մի խոսքով, ուզած-շուզած հեռախոսը մեր ձեռքում է անընդմեջ։ Բայց դե գոնե վիրտուալ կյանքից մի քիչ հեռվանանք։ Լիքը բան ենք նկարել, երբ որ կամ կհրապարակեմ հաստատ, կպատմեմ ինչ-ինչ բաներ։ Հա, ինչ էի ասում, մոռացա ճիշտն ասած արդեն, բայց ինչևէ, հանգստի ժամանակ գոնե արժի մի քիչ կտրվել, ինչ ես, մի քիչ կտրվել համացանցից։ Բացի այդ, այստեղ այնքան ամեն ինչ սիրուն է, այնքան տեսնելու բան կա, որ չես էլ հասցնում։ Լիքը դեպքերում ուզում ես ֆոտոներ անես, վիդեոներ անես ու դրա ժամանակն էլ չկա մեծ հաշվով, ուզում ես ամեն ինչ, դե մի արա։ Այստեղ մարդ կա ինձ խանգարում, բայց ես կասեմ, կվերջացնեմ միտքս։ Մի խոսքով լիքը բաներ եմ նկարել, որոնք կպոստեմ, կկիսվեմ ընկերներիս հետ, ընտանիքիս անդամների հետ, լիքը կոնտենտ ունենք։ Լիքը կոնտենտ։ Բայց լուրջ եմ ասում, մեկ-մեկ նույնիսկ այդ հեռախոսը չես ուզում հանես, չես ուզում նկարես, չես ուզում վիդեո անես, սիրուն թվում է թե ոյ գնում ենք հավես տեղեր, սենց հատուկ կազմել եմ ինչ-որ շորեր եւ այլն վերցրել եմ, որ այստեղ սենց կնկարվեմ, սենց վիդեո կանեմ, բայց դրա ժամանակն էլ չկա, այս ամեն ինչը ուղղակի տեսնել ու զգալա պետք։ Ինչ ենք մենք այսօր ասում, Աչքի կայֆ։ Աչքի կայֆ, լավն ասում աչքի։ Լես շենքը ցույց տա։ Հա, դե ամեն քայլափոխին կա սիրուն բաներ, շատ սիրուն։ Կավարտեմ միտքս այնուամենայնիվ, ու այնքան դե մի շատ է մի խոսքով, էմոցիաները, շատ է սիրունությունները, ու ուզում ես ամեն ինչ տեսնես, ֆիքսես, ապրես, առանցնել ժամանակը շատ կարճ է։ Դրա համար երբեմն նկարելու, նկարվելու պահն էլ չի լինում։ Բայց կան ինչ-որ բաներ, որոնք որ կհրապարակեմ։ Բարի օր բոլորին, ես այս պահին գտնվում եմ մի քիչ հեռու, բայց ի սրտե ձեզ հետ եմ ու առհասարակ ռադիոյի օրը կարծում եմ ուրախացրել է եւ մեզ, մարդկանց, ովքեր աշխատում են ռադիոյում, եւ իհարկե ռադիոն սիրող եւ ռադիոյի հետ օրվա մեծ մասը կամ որոշակի հատված անցկացնող մարդկանց։ Ես ուզում եմ, որ մեր կապը լինի անբաժան, մշտական ու հարատև։ Անհամբեր սպասում եմ երբ եմ գալու եւ միանալու ռադիո Ավրորա թիմին, շարունակելու մեր աշխատանքը։ Շնորհավորում եմ ոչ միայն մեր սիրելի ռադիո լսողներին, այլև իմ սիրելի ռադիո Ավրորայի մեծ թիմին ու գործընկերներին։